Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքից 105 թեկնածու հրաժարվել է պատգամավոր դառնալու շանսից։ Ինքնաբացարկի դիմումներ են գրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընդդիմադիրների ցուցակներից այսպիսի զանգվածային դիմումներ նախկինում չեն եղել։ Խորհրդանական երկրորդ ուժի պատգամավորական ցուցակի կեսը ինչու է կրճատվում։ Դա էլ մեր գաղտնի պլանի մասերից է։ Ըստ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի, պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի դիմումները իշխանափոխության գաղտնի պլանի շրջանակում են, թե կոնկրետ ինչ նպատակով փակագծեր չբացեց։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի, բայց դա մեր քաղաքական մարտավարություն։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստանի ցուցակի 199 թեկնածուից մնացել է 96-ը, պատգամավոր կդառնան 29, իսկ մյուսները հետագայում շանս կունենան, եթե նրանց նախորդող համարները հրաժարվեն մանդատներից։ Հնարավոր է գաղտնի պլանով հետագայում ընդդիմությունը մանդատները վայր դնելու ծրագիր ունի ու ցուցակը կրճատելով չեզոքացնում են վտանգները, որ չլինեն մարդիկ մանդատները վերցնեն ու տապալեն իրենց ծրագիրը։ Սամվել Կարապետյանն այս հարցին ուղիղ չպատասխանեց։ Դա գաղտնի պլանի մաս է։ Մեր գաղտնի պլաները երկար պլաներ են, քայլ-քայլ գնում ենք մեր գաղտնի պլաներով, քայլ-քայլ ցույց ենք տալիս։ Ազատության տեղեկություններով մանդատ չստացած թեկնածուների ցանկը կրճատելու տարբերակը քննարկվել է նաև ընդդիմադիր մյուս Հայաստան դաշինքում, բայց դիմումներ դեռ չկան։ Ինքնաբացարկի ժամկետը մինչև հուլիսի 20-ն է։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը օգոստոսի 2-ին, կիրակի։ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման process։ Սամվել Կարապետյանը ընդդիմադիրներին համախմբելու գործընթաց է սկսել, թե ինչ փուլում է դեռ չի հրապարակում, իսկ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանը իրագործելու համար ինչի են սպասում Ռուսաստանի պատժամիջոցներին, որ ավելի կուշ գնանան ու մարդկանց փողոց կմղեն։ Ես արդեն հայտարարել եմ, որ ես դեմ եմ այդ պատժամիջոցներին ու իրոք անկեղծ եմ դեմ, դրա համար մեկ օր շուտ կանգնեցնելը դա շատ կարևոր է մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար։ Ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Արդեն հավաքական։ Դե պարզ է ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Միլիարդատեր Կարապետյանը, որ քաղաքականություն մտավ ազատությունից զրկվելուց հետո, ասում է սպասում են Փաշինյանի ճակատագրական սխալներին, որ քայլեր անեն։ Մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Սարուկյանը նույնպես։ Գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական, մտավախություն ունեք։ Մենք կկանգնեցնենք, դա լինելու է Հայաստանի համար, բայց մենք դա կանգնեցնելու ենք։ Կարապետյանը տնային կալանքի տակ է, ազատությունից զրկվեց 1 տարի առաջ, երբ եկեղեցին պաշտպանեց Փաշինյանի արշավից։ Դրանից հետո նրան մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելու կոչի ու փողերի լվացման համար։ Այսօր հերթական նիստն էր ու դրանից առաջ Սամվել Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին։